Գյումրին ոչ է ասելու իշխանությանը 3.5 ամիս հետո։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր քվեն տալու է ընդդիմությանը, վստահ է այս մարդը։ Գյումրին միշտ իր կեցվածքով ինքը ընդդիմադիր է, երբեք իշխանություններին ցայն չի տվել։ Միշտ իր վճռական ոչն է ասել իշխանություններին եւ ոչ թե հույս ունեմ այս անգամ, այլ վստահ եմ այս անգամ, որ նույնը կկրկնվի։ Վախ ունեն Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները, որ հունիսի 7-ին կարող է գործել Գյումրիի քաղաքապետի ընտրության սցենարը, երբ ընդդիմությունը միասնաբար ջախջախիչ պարտության մատնեց իշխող ուժին, կարծում են գյումրեցիները։ Դրա համար են ըստ նրանց ԿՊԱ-ականները օր ու գիշեր հայտարարում, թե թույլ չեն տալու ընդդիմությանը Գյումրի 2 անել։ Իրենք լուրջ մտահոգություն ունեն ու այդ մտահոգության համար պատճառ ունեն ու ճիշտ են անում, որ մտահոգվում են, որ ընդդիմության միասնական քվեն լինելու ավելին, քան իրենց եւ այդ մասին ամեն օրվա բաներով երևում է։ Սաղաթելյանի համոզմամբ իշխանությունը չի մարսել, որ Հայաստանի երկրորդ քաղաքի կառավարման ղեկը ընդդիմության ձեռքում է ու դրա համար անցած աշնանը կալանավորեցին ընտրված քաղաքապետին ու եւս մեկ տասնյակ մարդու։ Փորձում են ժողովրդի կամքը կրկին խլել։ Սրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց ազատ կամարտահայտման համար հեռացնում են աշխատանքից, ձերբակալում են։ Ահու սարսափի մեջ են պահում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին, նկատում է Լևոն Քոչարյանը։ Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը, այնքան ավելի է ուժգնանում հասարակ մարդկանց վրա իշխանության ճնշումը։ Խնդիրը լուծելու։ Պետք է պայքարել, չհանձնվել, ասում է ընդդիմադիր падգամավորը։ Մենք գիտենք ինչպես են մարդկանց գյուղերից բռնած մինչև քաղաքներ վախացնում, սպառնում, ամեն մեր այդ հանդիպումից հետո մարդկանց էլի կարող են անհանգստություն պատճառել, սպառնալ, այս ամեն ինչը հենց խոսում է այդ վախերի մասին, բայց ոչ մի մեծ գործ չի տրվում, պատրաստ ենք մեծաշով մենք կոնկրետ ես իմ ընտանիքը 2018-ից էս հսկայական ճնշման տակ ենք, բայց չենք նահանջում ու չենք էլ պատրաստվում։ Շիրակի նախկին մարզպետ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը արձանագրում է, աղքատությունը վերացնելու խոստումով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք Շիրակի մարզի բնակչության գրեթե կեսը 43%-ը աղքատ է։ Շիրակը շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ մարզը։ Ասում են միջին աշխատավարձը 300,000 դրամ արժի։ Չամաչեի կասեի միաթել ձերթող բարձրացնեն նրանք, ովքեր 300,000 դրամ փող են ստանում այս դալիճը։ Խաչատրյանի խոսքով աշխատավարձն ու թոշակը չեն բարձրանում մեր երկրում, որովհետև վերջին 8 տարում պետական պարտքը կրկնապատկվել է։ Պետությունը ահազիվ հասցնում է այդ ահռելի պարտքը սպասարկել։ Դրա պատճառով նաև թանկացումները օրեցօր ավելի անտանելի են դառնում։ Հիմա ամեն մեկը թող մտքով գնա իր ատան խոհանոց ու իր սառնանի դուռը բացի։ Ու մի հատ հաշվի ասք, այնտեղ կաթը, ենթադրենք 5 տարի առաջ ինչ արժեր միլիտր կաթը, այսօր ինչ արժի միլիտր կաթը։ Հա, միլիտր չի կստաց 950 գրամ։ Լավ, էդ էլ հաշվի առեք, լավ։ Մի տարի առաջ մի կիլո միսը ինչ արժեր, այսօր ինչ արժի ու մի հատ հիշեք 5 տարի առաջ աշխատավարձն ինչքան էր, հիմա ինչ արժի։ Ինչ էլ որ տեսնում եք, այդ սա պարտքով առած է։ Մեր երկրում ամեն տարի թանկանում է նաև կրթությունը, նկատում է Աննա Գրիգորյանը։ Վերջին 10 տարում ուսման վճարը գրեթե կրկնապատկվել է։ Падգամավորն առաջարկում է բոլորին հասանելի, անվճար դարձնել կրթությունը Հայաստանում։ Վերջին ստատիստիկան հանել եմ, վերջին 10 տարիներին թե կրթության վճարը ինչքանով է փոխվել։ 200,000, 300,000, 400,000 տարբեր ֆակուլտետներ, տարբեր համալսարաններ ավելացրել են գումարը։ Բա դրա դիմաց ինչ են տալիս։ Միլիոնավոր դոլարներ է ծախսում իշխանությունը ակադեմիական քաղաք կառուցելու համար, փոխարենը կարելի էր անվճար դարձնել համալսարանական կրթությունը, ինչպես դա արեցին մեր հարևան վրացիները։ Գյումրիում նաև երկրաշարժի հետևանքների վերացումն է դեռ օրախնդիր, աղետից մոտ 4 տասնամյակ անց։ Մինչդեռ 2-3 տարում հնարավոր է ազատվել տնօրեններից, վստահ է Լևոն Քոչարյանը։ Նա հիշեցնում է Հայաստանի երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին աղետի գոտում արված ահռելի աշխատանքը։ Մեկ անգամ արել են, կանեն երկրորդ անգամ։ Մենք ավելի մանրամասն իհարկե մեր ծրագրում կանդրադառնանք, հիմա ավելի շատ նպատակը հանդիպելն է գյումրեցիների հետ, Շիրակի մարզի բնակիչների հետ, հենց իրենցից լսելու հիմնական խնդիրները, ակնկալիքները, առաջարկությունները։
Մարտի կեսին Հայաստան դաշինքը արդեն պաշտոնապես կհայտարարի վարչապետի իր թեկնածուի անունը, ընտրարշավին մասնակցելու ձևաչափը։ Մեծ անակնկալներ չի լինելու, բայց ճիշտ կլինի այդ մասին խոսենք, իսկ պաշտոնապես կներկայացնենք ճիշտ ժամանակ։ Էդգար Ղուշչյան, Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։